Ինչ հետևեց փաստաթղթերի հրապարակմանը անանուն, բայց իրականում դրա հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր, Նիկոլ Փաշինյանը փորձեց մեզ բոլորիս դնել ահա այս ուխտի տեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլևս նա չվերաբերվեց որպես ախուրյանցի անո սեգմենտ, որը ինչ որ բան ունա կհասկանալ, այլ մեզ փորձեց բոլորիս դնել ուխտի տեղ, ինչու ես հիմա կբացատրեմ, եւ այսպես դրվագային կանդրադառնանք իր մեկնաբանության ստերին, բայց ինչ էր լինելու, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակեր իրեն թողնված բանակցային ժառանգությունը եւ ինչ էր ամրագրված հաջորդիվ բանակցային փաստաթղթերում Արցախի Պաշտպանության բանակը դուրս էր գալիս 5 շրջաններից, Լաչինը, Քարվաճառը մնում էին հայկական վերահսկողության տակ, որտեղ մոնիթորինգ էր իրականացնելու ԵԱՀԿ-ն, Լեռնային Ղարաբաղում գործում էին տեղական ընտրված բոլոր լեգիտիմ իշխանության ճյուղերը, միջազգային բազմաթիվ կառույցներում Լեռնային Ղարաբաղը ունենում էր լիիրավ անդամի կարգավիճակ, Ադրբեջանի հետ շփման գծում կանգնում էին միջազգային խաղաղապահները եւ այնտեղ այնուհետեւ Լեռնային Ղարաբաղում ժամկետները պիտի ճշտվեին, տեղի էր ունենալու հանրաքվե 88 թվականի Լեռնային Ղարաբաղի բնակչության համամասնությամբ, ինչպես նշված էր թե Կրակովյան, թե 19 թվականին Նիկոլին հանձնված փաստաթղթում, որը ինքը պահել եւ չէր հրապարակվել, հանրաքվեին մասնակցելու էին բացառապես Լեռնային Ղարաբաղի բնակիչները եւ հանրաքվեի արդյունքներ, իսկ մենք կարող ենք կանխատեսել, թե ինչպիսին էին լինելու հանրաքվեի արդյունքները, ունենալու էին պարտադիր իրավական ուժ եւ աներկբա իմպերատիվ կերպով ընդունվելու էին միջազգային հանրության կողմից, այսինքն Արցախը մնալու էր հայկական, իսկ այսօր մենք ունենք Արցախ, որտեղ մեկ հայ անգամ չկա, ուստի Նիկոլ, եթե քեզ թվում ա, որ փաստաթղթերի հրապարակման տակի անանուն մեկնաբանությամբ դու փորձելու ես մեզ ասել, որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի դու ուխտ ես եւ ես քեզ դնելու եմ ուխտի տեղ, չի ստացվելու, այդ փաստաթղթերը բացահայտեցին, թե ով է իրականում հանձնել Արցախը։